Պարոն Յարամիշյանը մի եռամիասնություն ասեց, որը կարծում եմ հենց այս ինքնակազմակերպման կարևոր բաղադրիչներից է, ասեց հավատի մասին, ասեց այդ հավատով փոխվստահության մասին եւ այդ փոխվստահությամբ ձևավորվող համագործակցության մասին։ Այսինքն, երբ որ խոսում ենք եկեղեցու եւ թեմի առաջնորդության խնդիրը, ամենաառաջնային խնդիրը դնում ենք այդ փոխվստահության այդ առաջնորդությունը տեսնում ենք այդտեղ, որ այդ փոխվստահությունը ձևավորելու, վերականգնելու համար իր մեծագույն դերակատարությունը հենց այդ հոգևոր առաջնորդության մեջ է, որտեղ ինչպես ասեցի, քաղաքական կյանքի կազմակերպման մնացած բոլոր ձևաչափերը իրենց այնպես են սպառել, որ նրանք այլևս չեն կարողանում այդ տարական երկու մարդու անգամ մեկ ընտանիքի մեջ եղած երկու մարդու փոխվստահությունը վերականգնել։ Իսկ այդ այդչափ շրված է։ Հետևաբար երբ խոսում ենք թեմի առաջնորդության կարևորությունից, հենց այդ փոխվստահությունը ապահովելու համար է նրանց առաջնորդությունը։ Բայց այստեղ երբ որ մենք խոսում ենք թեմական խորհուրդների կամ ծխական խորհուրդների մասին, խոսքը չի գնում, որ այդտեղ սահմանափակվում է։ Մենք այստեղ նշեցինք ամենակարևորը տարածքային ինքնակառավարման մարմինների գոյությունը եւ նրանց լիազորությունների արտնացումը եւ ըստ այդմ նաեւ այդ քաղաքների, որքան էլ քաղաքները մնացել են տարածքային առումով արցոխով, բայց բնակչությունը կա եւ բնակչությունը կարող է ինքնակազմակերպել եւ շարունակել իր գործունեությունը որպես քաղաքի միավոր։ Այս առումով այո, տեսնում ենք, որ լեգիտիմության կրող ամենակարևոր օղակներից մեկն էլ այն է։ Եթե պարոն Մանասյանը խոսեց 1910-20 թվականներին այդ լիազոր խորհրդի մասին, ինչու՞ չպետք է այսօր կարողանալ այդպիսի խորհուրդ ձևավորել նաեւ հենց այդ տեղական ինքնակառավարման մարմիններով եւ նրանց համայնքների միջոցով որպես այդ լեգիտիմությունն ունեցող։ Միթե այդ լեգիտիմությունն ունեցող հենց այդ ինչը 18-20 թվականներին էր։ Մենք հասկանում ենք եւ այո գտնում ենք, որ Արցախյան իշխանությունները այս մեծ process-ի մեջ պետք է ունենան գերագույն մասնակցություն, բայց նաեւ հասկանում ենք, թե պետական Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչպիսի լծակներով, ինչպիսի ճնշումներ են գործադրելու։ Հետևաբար երբ խոսում ենք սուբյեկտ, նոր այդ սուբյեկտի մասին, որը հանրային պահանջով ձևավորվող սուբյեկտ է, ինքը տալու է այդ մեծ դաշտը տարբեր այդ ուժերի, որոնք այսօր կաշկանդված են, ներգրավելու եւ իրենց գործունեությունը տանելու։ Հաջորդ ինքնակազմակերպման մյուսը, եթե խոսում ենք հոգեվոր, եթե խոսեցինք համայնքային, ինքնակազմակերպման մյուս բաղադրիչը, որը պարոն Ավետիսյանը շատ լավ նշեց, ուրեմն եւ մարզական, եւ կրթական, եւ մշակութային, եւ բոլոր Յարամիշյանն էլ ներկայացնում է այդ կրթական օջախներից մեկի պետական Արցախի պետական համալսարանը, այսինքն պետք է վերականգնել, գտնել ուսանողներին, դասախոսներին այս կյանքը կազմակերպելու մի հսկայական խնդիր կա եւ դրա համար ասում են, այո պետք է ստեղծվի աշխատախումբ Արցախի հարցը օրակարգ բերելու բանաձևեր մշակելու համար, պետք է ստեղծվի աշխատախումբ այդ հայոց Արցախ խորհրդի ձևավորման համար եւ պետք է ստեղծվի աշխատախումբ այդ ինքնակազմակերպման բոլոր հնարավորությունները, բոլոր տարբերակները քննարկելու։ Եվ այստեղ շատ կարեւոր մի բան եմ ուզում ասել, նշելով այո հոգեվորը, նշելով տարածքայինը, մասնագիտականը, բայց մի ֆունդամենտալ խնդիր նաեւ գուցե պատասխան լինի, թե ինչպես է համագործակցությունը լինելու Սփյուռքի հետ կապված։ Ուրեմն այս բոլոր ինչի մասին մենք խոսեցինք, չի կարող տեղի ունենալ, չի կարող իրագործվել, առավել եւս երբ որ մենք խոսում ենք 3-րդ հազարամյակի 21-րդ դարի կուր համայնքային բովանդակությունների մասին, թող հանկարծ թույլ տպավորություն չստեղծվի, որ երբ որ խոսում ենք ծխական համայնքների մասին, գնում ենք 1000 տարի հետ կամ 1500 տարի հետ։ Ոչ, մենք խոսում ենք ապագայի կուր համայնքների մասին, որպես կուր համայնքների ձևավորումը կարային օրինակը ծառայի ողջ Հայաստանի Հանրապետության բնակչության եւ ողջ Հայաստանի ողջ աշխարհի հայության որպես մեկ ամբողջական համակարգ ձևավորելու, բայց այդպիսի կուր համակարգ հնարավոր է 21-րդ դարի 3-րդ հազարամյակի շնչին համապատասխան ձևավորել, եթե այս ողջ process-ների մեջ, ինչպես Ստեփան Դանելյանն ասեց, հայկական կապիտալ ներգրավի, այսինքն հայերի ունեցած կապիտալը վերաճի հայկական ամբողջական կապիտալի, ինչու, որտեղ եթե խոսում ենք նոր ձևավորվող կուր համայնքների մասին, ապա այդպիսի համայնքները պարտադիր պետք է ունենան տնտեսական բաղադրիչ, առանց տնտեսական բաղադրիչի չկա կուր համայնք, առանց տնտեսական բաղադրիչը կառավարելու նոր համակարգի չկա կուր համայնք։ Հետևաբար մեր աշխարհաժողով շարժումը եւ այս միջոցառումը անում է այդ հեռար նպատակներն ունենալու կուր համայնք, նոր տնտեսական մոդել, նոր կառավարման մոդել։ Այս համակարգի մեջ այո վաղը միսօր մենք նաև կդիմենք եւ կանենք այնպիսի աշխատանքներ, որ այդ տնտեսական բաղադրիչները մտնեն այդ համակարգերը ձևավորելու համար, բայց այստեղ համակարգի համար էս համագործակցային որ ասում ենք, ոչ թե պարզունակ բիզնես պրոյեկտներ են լինելու, այլ հակառակը սոցիալական պարտադիր պատասխանատվություն կրող համագործակցային ընկերություններ, որտեղ այդ համագործակցային ընկերություններում այդ ուր համայնքում յուրաքանչյուր մեկը
այդ դրա սեփականատերն է եւ դրա մասնակիցն է եւ այդ հարստության ձևավորողն է եւ այդ հարստության մեջ բաժին ունեցողն է։ Հետևաբար այս տրամաբանության մեջ է հնարավոր այո տնտեսականը կապել գաղափարի հետ, գաղափարը կապել կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ տարածքների հետ, կոնկրետ կառավարման համակարգերի հետ եւ ձևավորել ամբողջական հայկական նոր մոդելը, որը ոչ միայն ինքն իր այս ծանր վիճակից դուրս հանելու մեխանիզմն ու բանաձևն լինելու, այլ ողջ հայության այո այդքան որոնված հավաքականության միջուկն լինելու, դեռ ավելին աշխարհին էլ նոր հայտ է ներկայացնելու այս մոդելով նոր իրականություն, նոր պետականության ձևեր եւ նոր ազգակեցություններ կերտելու համար։ Այսինքն ամեն ինչը հերար նպատակներ ունի եւ լավ պատկերացնում ենք, բայց կրկնենք Արցախահայությունը եւ այսօրվա միջոցառումը, որը ուղղված է Արցախ երկրորդ շարժմանը, խնդիր է դնելու այո Արցախն ազատագրելու եւ Արցախ տուն վերադառնալու երկու ձևակերպմամբ։ Այո ասում ենք հայոց Արցախ, որտեղ այո ինչպես Հասան Ջալալյանն ասեց, այո տիրոջ իրավունքով, որտեղ պատմականորեն հազարամյակներով եղել է նրա տերը բնորան աշխարհի եւ իրավունքի առումով, այսինքն սուբյեկտայնության, երբ ասում ենք հայոց, այդ երկու իմաստը, եւ պատմական տիրոջ առումով եւ իրավական սուբյեկտայնության առումով, որ պետականակերտ ազգը Արցախում հայն է, Արցախցի հայն է եւ մենք պետք է այնտեղ վերադառնանք։ Տուն վերադառնան դարձյալ երկու իմաստով, արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն եւ երկրորդ իմաստով Արցախը պետք է վերադառնալ տուն, մայր հայրենիք, մայր Հայաստան, ել չենք ասում երրորդ մակարդակը, եթե Աստծո օժանդակությամբ եւ անշուշտ նաեւ շեշտում հավատով գնացինք այս գործընթացի իրագործման, ապա տեղի ունենալու նաեւ ավելի մեծը, որ տուն է վերադառնալու այն ինչ կորցրել ենք, այսինքն Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի եւ այլն։ Սա այն խնդիրն է եւ այսօր այն մեկնարկային կետն է, որ դրել ենք Արցախ երկրորդ շարժումը մեկնարկելու։ Այստեղ այո մեծ ջանք, մեծ նվիրում, մարդկային մեծ պոտենցիալ, այո ֆինանսական ռեսուրսներ, բայց ֆինանսական ռեսուրսները ոչ թե այս կան բանը ֆինանսավորելու համար, այլ համակարգ ստեղծելու։ Մենք գնում ենք նոր համակարգ ստեղծելու բանաձևով եւ արցախցիները եւ նրանց ինքնակազմակերպումը կարող է հեղափոխական լինի ողջ հայության պատմության մեջ, որտեղ այդպիսի մոտեցումով, հեղափոխական մոտեցումով այսպես նոր համակարգեր ձևավորելու Հայաստանի նոր միջավայրը, ազգակցության ու պետականության նոր ձևը, որը կրկնում եմ այդպիսի տնտեսությունները հիմնվելու են արդարության վրա։ Այսինքն այս արդարության կոչով եւ այս արդարության արդարապայքարի մի նոր մեկնարկով Արցախյան երկրորդ շարժումը համարենք մեկնարկած, որտեղ մենք որպես հայ մարդ մեր ողջ մտավոր, հոգեվոր, ժամանակային ներդրումը դնելու ենք կայացնելու եւ անշուշտ Աստծո օրհնությամբ եւ առաջնորդությամբ մեր միասնական ջանքերով հասնելու ենք այս գեր նպատակին։ Արցախը պետք է դառնա հայոց տուն վերադարձի ճանապարհ, Արցախն էլ պետք է վերադառնա Հայաստան եւ մնացած բոլոր մասերն էլ ամբողջականանան որպես մեկ հավաքական, ինչու՞ չէ վստահաբար ասենք ծովից ծով Հայաստան, որպես մեկ հավաքականություն, որպես մեկ պետություն։ Աստված առած։